Սահմանադրական դատարանը ասաց 2-ին գումարած 2-ը 10-ից ավել չի, բայց չկարողացավ համարձակություն ունենալ, ասելու, որ 2-ին գումարած 2-ը հավասար է 4-ի։ Դավիթ Հարությունյանը որպես ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմաց պատգամավորների ներկայացուցիչ, այսպես է գնահատում բարձր դատարանի որոշումը։ Դեռևս ծագելու են բավականին շատ խնդիրներ, որ նոր վեճեր եւ արդյունքում դարձյալ կտուժի եւ քաղաքացին եւ պետությունը։ Արդարադատության նախկին նախարարի խոսքով Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ 3 կետերը հստակ արձանագրում են ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին օրենքի խնդիրները։ Նախ բարձր դատարանը արձանագրել է, որ բռնագանձման ենթակա գույքը պետք է կապ ունենա հանցագործության հետ, վերջակետ դնելով այդ հարցով մինչև այս պահը եղած բոլոր հակասական քննարկումներին։ Սա նորություն չէ, իրավաբանական նոր միտք չէ։ Այն դեռևս Տոդորովի գործով 2021 թվականի մարդու իրավունքների եվրոպական դատարանի այդ գործով ամրագրված է եղել որպես շատ հստակ սկզբունք եւ մենք այդ սկզբունքը մատնանշել ենք մեր դիմումում։ Ավելին ասեմ, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերով բազմաթիվ փաստաբաներ այդ հարցը, այդ փաստարկը ներկայացրել էին։ Բայց դատարանները եւ դատախազները այն առ այս պահը մերժում էին իրավունքից իհարկե շատ հեռու որևէ աղերս չունեցող հիմնավորումներով։ Սահմանադրական դատարանը հստակեցրել է նաև, որ կոռուպցիայի վերաբերյալ գործով կարող է բռնագանձվել այն գույքը, որ պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո։ Սա էլ է շատ բնական եւ տրամաբանական, որտեղ եթե խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, ինչ կապ ունի այն գույքը, որը ձեռք է բերվել մինչև պաշտոնի անցնելը։ Բարձր դատարանը ազգային ժողովին խորհուրդ է տվել վաղեմության ժամկետ սահմանել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի դեպքում, որպեսզի մարդը, որ ինչ-որ շրջան պաշտոն է զբաղեցրել, հետո ամբողջ կյանքում չսպասի, թե երբ է դատախազությունը իրենից հետաքրքրվելու, այս կամ այն գույքը ինչպես է ձեռք բերել։ Այս հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը արեց ընդամենը կես քայլ, որովհետև ամենաողջամիտը կլիներ, եթե Սահմանադրական դատարանը համարեր այս նորման բացակայությունը վաղեմության ժամկետի հակասահմանադրական եւ ժամկետ տար, որպեսզի ազգային ժողովը այդ ժամանակահատվածում որոշում ընդուներ։ 2020 թվականի ապրիլին ընդունված օրենքով գույքը կամ գույքի բաժինը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, անկախ օրենքի ընդունումից առաջ կամ հետո ձեռքբերված լինելու հանգամանքից, ենթակա է բռնագանձման անգամ առանց դատարանի վճռի։ Ինչը փաստացի ըստ Սահմանադրական դատարանի որոշման խիստ խնդրահարույց է դարձել ու պարտավորեցրել է առնվազն դատախազությանը քայլեր ձեռնարկել։ Նախ դատախազությունը պետք է հրաժարվի այն գործերից, որոնցով չի ներկայացրել կապը ենթադրյալ ապօրինի գույքի ու հանցանքի միջև, հետո պետք է հրաժարվի բոլոր այն գործերից, որոնցով մարդիկ արդարացվել են։ Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հարուցված գործերի, ապա այդ գործերի շրջանակներում դատախազությունը պետք է վերահաշվար կատարի եւ հրաժարվի այն գույքերի բռնագանձման պահանջից, որոնք ձեռք են բերվել մինչև պաշտոն զբաղեցնելը։ Բայց Սահմանադրական դատարանը ամբողջությամբ չի արդարացրել ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցով բարձր դատարան դիմացների սպասումները։ Առանցքային որոշ կետեր անտեսել է Սահմանադրական դատարանը։ Օրինակ այն, որ այս օրենքի հետադարձ ուժ ունենալու հանգամանքը հակասահմանադրական չի ճանաչել։ Իսկ ըստ Դավիթ Հարությունյանի օրենքն ունի հետադարձ ուժ, քանի որ մարդը ապացուցելու համար, որ նախկինում իր ձեռք բերած գույքը օրինական միջոցներով է ձեռք բերել, պետք է ներկայացնի այդ ձեռքբերման հետ կապված ապացույցներ։ Այդպիսի պահանջ կարելի է դնել ապագայում ձեռք բերվելիք գույքի հետ կապված։ Մի պահ պատկերացնեք, որ ընդունվում է մի անհեթեթ օրենք, որ ձեր հագի շորերը, եթե դուք չհիմնավորեք, որ ձեռք եք բերել խանութից կամ նվեր եք ստացել, համարվում են ապօրինի եւ ձեզանից պետք է վերցվեն։ Այ պատկերացրեք մի պահ այդպիսի անհեթեթ օրենք է։ Եթե այդ օրենքը ընդունվի, ապա բնական է, որ հետագայում դուք եւ չեկերը կպահպանեք, նվեր ստանալուց էլ մի հատ էլ գրավոր պայմանագիր կստորագրեք, հավանաբար մի հատ էլ նոտարի մոտ գնաք։ Բայց եթե խոսքը վերաբերվի այս պահին ձեր հագած շորերին, հավանաբար գրեթե բոլորդ կհայտնվեք մերկ վիճակում։
Ըստ Հարությունյանի շատ պաշտոնյաներ այսօր չեն կարող ապացուցել, որ այս կամ այն գույքը օրինական միջոցներով են ձեռք բերել, որովհետև դրանց ապացույցները պետության ձեռքում են, ու պետությունը դրանք ոչնչացնում է ժամկետը լրանալուն պես։ Հիմա պատկերացրեք այն մարդու որը պարտավոր է ինչ-որ մի բան ապացուցել, այդ ապացույցները գտնվում էին պետության ձեռքում, բայց պետության մեղքով նրանք անհետացել են։ Զրկանքները պետք է կրի այդ մարդը։ Սահմանադրական դատարանը չի անդրադարձել նաև դիմումատուների այն հարցադրմանը, թե որոնք են պաշտոնյայի նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթ սկսելու հիմքերը։ Հարությունյանի պնդմամբ օրենքում որևէ հիմք նշված չէ։ Ինչը նշանակում է, որ ազգային անվտանգության ծառայությունը իրավունք ունի առանց որևէ հիմքի սկսել որևէ պաշտոնատար անձի նկատմամբ նախկին կամ ներկա օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ օրենքը կամայականորեն կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք հենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Արդարադատության նախկին նախարարի խոսքով մի օր կպայթի բողոքը օրենքի այս չարաշահման դեմ։ Կլինեն վճիռներ, որ պետությունը պետք է վերադարձնի ապօրինի բռնագանձված գույքը, փոխհատուցի նրանց վնասները, կտուժի պետությունը, կտուժի քաղաքացին։ Լիլիթ Սարգսյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։